Երեմիայի մարգարեության մեջ մեկ խոսք կա մեզ վերաբերվող այս տարածաշրջանի համար, նայենք 29 գլխի 4-ից 7 համարները, այսպես է ասում Զորաց Տերը, Իսրայելի Աստվածը, բոլոր գերիներիդ, որոնց ես գերի տանել տվի Երուսաղեմից Բաբելոն, տներ շինեցեք եւ բնակվեցեք, եւ այգիներ տնկեցեք եւ կերեք նրանց պտուղը, կանայք առեք եւ տղերք ու աղջիկներ ծնեցեք, եւ ձեր տղերանց համար կանայք առեք եւ ձեր աղջիկին մարդի տվեք, որ նրանք տղերք եւ աղջիկեր բերեն, եւ շատացեք այդտեղ եւ մի քիչ անակ, եւ այն քաղաքի խաղաղությունը ուզեցեք, ուր որ ես ձեզ գերի եմ տարել, եւ աղոտ կարեք նրա համար, Տիրոջը, որ նրա խաղաղությունով ձեզ խաղաղություն կլինի, փառավորվի Աստված։ Գիտեք, բավականին բաներ ասելներ, որին մենք այսօր ուշադրություն չենք անում, նամանավանդ շատ կներեք երիտասարդները, որ այս առումով երևի թե չգիտեմ ինչ միտք ունեն, ինչ հասկացողություն ունեն, ում են սպասում, ինչի են սպասում, բայց Աստված ասում է շատացեք, ներսից պիտի շատանանք, ոչ թե դրսից։ Եթե ներսից էս աճը լինի, Տիրոջ ողորմությունը անպայման կլինի։